Ուշիվան չեն գտել, դրա համար երեխաների 3 անչափահասների հեռախոսները տարան։ Դեռ չեն վերադարձել, այս արել են։ Արել են, արա, դատարկ դուրս չեն կարոտելից։ Վերջ այդքան հաղմկահարույց զարգություն էր և դատարկ պետք չէր դուրս գալ, ըստ երևույթին, դրա համար երեխաների հեռախոսները նույնպես վերցրեցին, որտեղ մնաք խաղեր են և իրենց ցական բաները, հատեր են ասացած։ Եվ տարան մոտաթեթեր, որի մեջ ամենը 3 այցած, նոչս մանգաբաժությունը վերաբերող մետր։ Այս պային ոչ մի տեղեկություն չունեն, Ես գոնե հասկացա, որ գործի շրջանակում էր դա։ Կարգավիճակ չունեք, բան։ այս պային իսկ կարգավիճակ է, ոչ մեղադրյալ են, ոչ կասկածան են, ոչ դա է, ասել չգիտեմ։ Այդ օրից հետո ես չեմ հանդիպել իրենց և տեղեկություն չունեմ, դրանից հետո չսպասում։ Այսինքն խոզարկության ժամանակ չեն ներկայացրել, թե որ գործի շրջանակներում են խոզարկությունները իրականացնում։ Տեսեք, այնտեղ գրած է ըստ հաստական տվյալների, որտեղ կա նաև շրջանակում, բայց ես բացատրեցի, որ ձայնագրությունները, որոնք կային, 6 տարբեր ձայնագրություններ են, որի մեջ ես չկամ, և ուներ կարող ասել, կարող այնտեղ ձայնագրություն կա, որը թիմագիստների հետ կապ չունի, կամ այն թիմագիստներն են, ոնց ես չեմ ճանաչում, որ դրական ուղի ժամանակ 3-4 կանոններ են դանդում, ինչ իմանաս այնտեղից քանիսն է, իշխանությունը ներդրել, դեղ չառնել, բայց ամեն դեպս վարկած, և կարող է հենց այդ ձայնագրությունները դրաբարակել, չկամ։ Մեկ ֆրազայի մեջ կա, որտեղ հասմիգը, համարի տեխնազումներից, ասում է, որ ամեկը ձեր գլխում աներ մի կար, ունի պատասխանատու ինստիտուտ, և կոնկրետ անձանց նշելով, ձեր պատասխանատու ասում է, մեկինը ես եմ, իմը սիմին եմ, նշեցին, որ պատասխանատուների ինստիտուտով ապայքարի մեջ մտնելը ամենակարևոր առավելություններից մեկն է, որ Հայաստանը չի։ Մեկի գլխին բաներ չան, ես դա էլ ցույց տրվեց քարոզարշավի ընթացքում, որ մեր թիմի կողմից որից ավելորդություն չէ։ Պարոն Սիմոնյան, խոզարկությունը համընկավ այն օրվա հետ, երբ որ էլի ավականուն նիստ է, հնարավոր է նաև ավականուն նիստը տապալելու համար է նաև դա իրականացնում։ Տեղ է տալիս մեզ հասկացելու, որ դրանել միտված է եղել, 12-ին, 12:00 և 11:30 մարզպետարանի դիմացի ամեցրեցին և առավտուն ասեցին շրջրեք հետ կնենք խոզարկության։ Նապես կարող են առավոտ ստանդարտ իրեն ժամի դուգի վեցին խոզարկություն ավարտելուց հետո առավոտություն ունենալ Պարոն Սիմոնյան, ձեր երեխաները վախեցել էին, որ եկել էին խոզարկությունների, ինչ հոգեվիճակում ես էին չնկատեցի վախ Պարոն Սիմոնյան, քննարկվում է Ավետիս Առաքելյանի մանդատներ սաչվեցնելու հարցը, արդյոք ձեր հետ քննարկվել է դա, ի վերջո դուք ձայն տվեցիք Վարդան Ղուկասյանին, որը և առաջին տեղակալ կարգեց Ավետիս Առաքելյանին այն պայմանով, որ հանկարծ Գյումրու իշխանություն չկա։ Եվ եթե Ավետիս Առաքելյանը վերցնում է մանդատը, արդյոք սրանով չեք նպաստում, որ Նիկոլ Փաշինյանի արտահերթ ընտրություններ իրականացնելու հայտարարությունը արագ իրականանա։ ասում եք քննարկվում է, բայց ես հայտարարություն դեռ չեմ լսել։ Քաղաքականության մեջ կարող է ամեն ինչ քննարկվել, բացի ճշմարտությունից։ Հետևաբար սպասենք, տեսնենք կլինի հայտարարություն թե ոչ, հայտարարության հիման վրա նոր եզրակացություն կանենք և մեր թիմով մեր հայտարարությունը կանենք։ Քանի չկա հայտարարություն, ինչ էլ ասեմ, ոտի մեջ նետից կա։ Վերցնելու եք մանդատները։ Նաև ձեր մասով եք քննարկում, որ եթե Ավետիս Առաքելյանը վերցնում է խորհրդարանում իր մանդատը եւ խորհրդարան, այստեղ պետք է քաղաքապետ նշանակվի եւ ձեր եւ Լիզա Գասպարյանի տեխնատության մասին եք խոսում։ Դուք արդյոք հակված եք նմանօրինակ սցենարի դեպքում
նշանակվել փոխքաղաքապետ, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դե նկատմամբ արդեն քրեական գործերի սկիզբը դրվել է եւ եթե ունենան նաև դες կարող են կալանավորել։ Եթե մտել եմ պայքարի մեջ, ուրեմն քիչ է հետաքրքրում նմանատիպ հետաքրքրումները, որպեսզի ես քաղաքական քայլ անելուց հրաժարվում կամ հետ մնամ։ Դա միանշանակ բացառեք, լուրջ էլ չի դիտվում, այսինքն մարդը մտնի քաղաքականության մեջ չհասկանալով, որ կարող է նույնիսկ հետապնդել չկործանիվ, ուրեմն շատ բան լուրջ է, բացառեք այդ բանը։ Ինչ է քննարկում նորից ես տեղյակ չեմ, տեղյակ եմ գնում մամուլից, երբ որ հայտարարություն լինի եւ ասենք գազդական փուլի, այդ ժամանակ որ կարողանան նմանատիպ հարցերի կոնկրետ պատասխաններ իմ մասով, մեր թիմի մասով պատրաստ ենք ամեն ինչի, ինչը որ օգուտ է տալու մեր քաղաքին, մեր անիմաց գրագետ քաղաքացիներին, ովքեր մեզանից Այսինքն պատրաստ եք նման օրինակ սցենարի դեպքում քաղաքապետի պաշտպան։ սցենարներ չքննարկենք, որովհետև դրանք իզուր ժամանակի կորուստ են, ես ասացի, որ պատրաստ եմ դիտվելու մեր քաղաքում։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում հնչել է հայտարարություն, որ Փաշինյանի կողմից արտահայտ մտածում։ Այս սցենարը, երբ որ իշխանությունը շրջանառվում է եւ հաստատ գնում է այդ ճանապարհով, ինչ երկիր եք դեպքում կամ ինչպես եք պատրաստվում պայքարել այդ սցենարի դեմ, որովհետեւ գոյություն ունի իշխանական լծակներ եւ ամեն ինչ Փաշինյանի դեպքում այսպես ուժային կառույցներ։ Այս սցենարի դեմ կարող է այսօր օրինակ ավականին, ընդդիմադիր ավականին Երկու մասի բաժանեմ ձեր հարցը, մեկը որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արտահայտ մտածումների մասով, կարող է լինել խոշորացման անվանտակ, որը դատապարտելի է, այսինքն ունեցու քվեն անտեսվի եւ գնալ խոշորացման, մեկ փոքր գյուղ գցնելով, ցենորը լույսը ժողովուրդը որևիցե հավատ չի ունենալու, բնական արտահայտի եւ այդպես մնա որոշումը։ Առաջին մասը էս է եւ երկրորդ մասը ավականի միջոցով փորձել Ձերի նկատմամբ են, այս ուժերը կարողանում նորից ապացուցել, որ միասնական ընդդիմությունը կարող է հաղթել իշխանությունը։ Նայեք, յուրաքանչյուր քաղաքական ընդդիմադիր ուժ ինքը պետք է հասկանա պահի լրջությունը եւ ոչ թե զբաղվի վերմագի վրա քաշելով, այլ համընդհանուր գյուղու շահերից հաշտվելով։ Հիմա որքանով ստացվի դա օգնության մոտ չեմ կարող ասել, բայց այս պահին որ ես չեմ տեսնում քաղաքական ուժ, որ ուզենա իջեցնել ընդդիմադիր պատմությունը, դա տեսնում եմ, բայց ապագայի վրա կարանցիա տալ ես ոչ չեմ կարող ասել, որ կա ժամանակը հասկանալ, բայց ինչ որոշում էլ որ կայացնի ընդդիմությունը, անպայման պետք է բխի քաղաքացու 30,000 մադիրների անունից շահերից այլ ելք նշանակ կատապարտելու և հասկանատվություն 16 կողմ որոշում ընդունել